աղբահանության վճարը թանկացնելուց հետո դարձնելով քառակուսի մետր անդրամաբանական դրանից հետո 2025 թվականի համար ինչքան գումար եք կանխատեսել, որ հավաքագրվելու է, ինչքան եք նախատեսել, որ 25 թվականին այդ բյուջեով հավաքագրվելու է, եւ այդ գումարը ինչքան է լինելու ավել 24 թվականի հավաքագրված գումարից, քանի անգամ է ավել լինելու։ Քանի անգամ ավել չի լինելու, մոտավորապես պոտենցիալը այս արտոնությունների տրամադրումից հետո մոտավորապես հաշվարկել ենք, որ կազմելու է մոտ 800 միլիոն դրամի չափով պոտենցիալի ավելացում, այսինքն եթե 4 միլիարդ էր հավաքվել նախորդ տարի, մոտ 800 միլիոնի չափով պոտենցիալի ավելացում ենք նախատեսում, ու ընդ որում դա իրականում ոչ թե վճարող քաղաքացիների համար ինչ-որ էական ավելացման արդյունքում է դա գոյանալու, այլ այն անձանց մասով, ովքեր որ նախկին մեթոդով կիրառման դեպքում, երբ որ փաստացի փաստացի բնակվող անձանցով էր ինչ որ ձևով, չգիտեմ, տեղեկատվության բացակայության կամ իրենց կողմից ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման արդյունքում ավելի պակաս էին վճարում, այդ մարդիկ արդեն որ սկսեն վճարումները կատարել, դրա արդյունքում է դա ավելանալու, որտեղ ես զեկուցելիության ներկայացրեցի, որ բնակարանների 90%-ի համար աղբանության վճարը տատանվելու է 300-ից 1000 դրամի չափի սահմաններում, իսկ նախկինում էլ վճարումները, եթե միջինում 4 անձ ընդունելու լինենք, իսկ 800 դրամի չափ էր միջին ցուցանիշը, հիմա այդ 800 դրամը կոպիտ ասած 300-ից 1000-ի սահմաններում է տատանվելու, դա բնականաբար կախված մակերեսից։ Արձագանք Փաստացի թանկացել է, պարոն Հակոբյան, փաստացի աղբահանության վճարը թանկացել է, հիմա դուք ասում եք 800 միլիոն կամ 900 միլիոն, այսինքն 4 միլիարդի տեղը 4.8 կամ 5 միլիարդը հավաքվելու, ես համոզված եմ, որ սրանով ավելի շատ եք հավաքելու, որովհետև նույն ձևով կարմիր կետագծերում եք սխալ կանխատեսում արել, ավելի ցածր եք կանխատեսել, բայց շատ ավելի շատ գումար հավաքագրվեց, քան կանխատեսել եք, այսինքն սա ինչի համար եմ ասում, որ կանխատեսումներ անելու մասով էլ քաղաքապետարանի համապատասխան բաժինները թերանում են եւ այդ կանխատեսումը ինչ որ դուք հիմա անում եք իմ կարծիքով գերազանցելու է, որովհետև զուտ բնակարանի հաշվարկով որ անում ենք կամ մեկ անձի հաշվարկով որ անում ենք աղբահանության վճարը թանկացել է, այդ քառակուսի մետր 13 դրամ տնելը դա պարզ մանիպուլյացիա է եւ մարդկանց շեղել է, այդ 800 դրամ ասելը կամ չգիտեմ 1000-1200 դրամ ասելը դա մարդկանց շեղում է կամ մարդկանց մանիպուլյացիա անել է, աղբահանության վճարը թանկացել է եւ ավելի շատ գումարը հավաքվելու մարդկանցից քան հավաքվել է մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը